Նոր մեսիջներ ու ակնարկներ են հնչում Բաքվից այսպես կոչված միջանցքների ու Սյունիքով անցնող ճանապարհների մասին։ Նիկոլ Փաշինյանը դեռ վաղուց է հայտարարել պատրաստ է գնալ փոխզիջումների ու բացել սահմանը եւ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ։ Բայց թշնամու ախորժակն ավելին է ուզում, ոչ Ադրբեջանը, ոչ էլ Թուրքիան չեն թաքցնում, որ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը շարունակում է իրենց օրակարգում մնալ առաջին տեղում։ Ակնհայտ է, որ այդ հարցի շուրջ դիրքորոշումների ինտենսիվացում է գնում եւ հետաքրքրությունների, շահառությունների ինտենսիվացում է գնում։ Հայաստանի ճանապարհային դեպարտամենտը նախորդին հայտարարություն տարածեց, որ Սյունիքի գյուղերում պայթեցման աշխատանքներ են տեղի ունենալու։ Հայտարարությունն իր սոցիալական էջում տարածել էր ադրբեջանցի հայտնի քաղաքագետ Ռիզվան Հուսեյնովն ու կից գրել. Զանգեզուրի մեկնարկը տրված է։ Կասկած չունեմ, որ ճանապարհների օրակարգը հատկապես եվրոպական առաջնահերթություն է դարձել եւ ըստ տեսանկյունից նաեւ մեկ այլ հանգամանք հիշեցնեմ Փաշինյանի Թուրքիա այցին զուգահեռ, որը տեղի ունեցավ հունիսի 20-ին, Սյունիք էին այցելել Եվրամիության դեսպանները եւ Հայաստանում Եվրամիության ներկայացուցիչ Մարագոսը եւ այդպես մեծ պատվիրակությամբ այցելել էին Սյունիք։ Այսինքն այստեղ իհարկե հետաքրքրությունը որևէ կերպ զարմանալի չէ Սյունիքի հանդեպ, բայց նաեւ հատկանշական է ժամանակագրությունը, որը դարձյալ ցույց է տալիս, որ այստեղ մոտեցումների ինտենսիվացում կա։ Ադրբեջանցի քաղաքագետը գրառմանը կից տեղադրել է քարտեզներ ու Սյունիքում իրականացվող աշխատանքներից լուսանկար, իսկ այս ֆոնին Հայաստանի իշխանությունը շարունակ երգում է Զանգեզուրի միջանցքի մասին տեղեկությունները, դրան տալով Սյունիքով անցնող ճանապարհ անունը։ Զրուցակիցներս վստահեցնում են, ճանապարհ է թե միջանցք չի բխում հայկական շահերից։ Ընդհանրապես դեռ ոչ առաջին, ոչ երկրորդ, եթե Հայաստանի Հանրապետության շահերից ենք խոսում։ Որտեղ ճանապարհի թե միջանցքի դեպքում սա որոշակյորեն քովրազդելու ձև է եւ իրանք հենց այդ ճանապարհը չեն ուզում։ Եթե ինքը տարբերվելու է ճանապարհից մեքենաները հատում են Իրան, Հայաստան սահմանը եւ գնում հասնում են Հայաստան-Վրաստան սահմանը, թեկուզ միջել մի էլեմենտով տարբերվի, ուրեմն մեզ ոչ մի ձևի ոչ ճանապարհ, ոչ միջանցք դեռնատու չէ։ Հայաստանի իշխանությունը կրկին առաջ է բերում այն, ինչ ինքն անվանում է տրանսպորտային ուղի, բայց Ադրբեջանի իշխանությունը դրա մասին բաց տեքստով խոսում է որպես տարածք, որի վրա Հայաստանը վերահսկողություն չի ունենալու։ Սա անհանգստացնում է հարևան Իրանին, Հայաստանում Իրանի արտակարգ եւ լիազոր դեսպան Մեթի Սոփանին է կրկին կարևորել Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու շեշտել դեմ են Հայաստանի նկատմամբ Թուրքիայի ու Ադրբեջանի տարածքային պահանջներին։ Պաշտոնական Իրանը համաձայն չէ Ստամբուլի հռչակագրում Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջների հետ։ Այդ փաստաթղթի որոշ կետեր չեն ենթադրում առանձին անդամների համաձայնություն։ Հռչակագրում, որի մասին դեսպանն է խոսում, գործածվում է այսպես կոչված արևմտյան Ադրբեջան եզրույթը Զանգեզուրի միջանցքն ու ադրբեջանցիների վերադարձի իրավունքի մասին պնդումը։ Վերջին շրջանում Թուրքիան նորից շրջանառության մեջ է դրել Զանգեզուրի միջանցք հասկացողությունը, որ շուրջ կարծես վերջին 1-2 ամիսը ձայն չկար։ Այսինքն ամենայն հավանականությամբ վերջին հանդիպան ժամանակ վարշապետի աթոռի Թարազանձի եւ Էրդողանի ինչ որ համաձայնության են եկել։ 2020 թվականից հետո թշնամին Հայաստանին նոր պահանջներ ներկայացնելու առիթը բաց չի թողնում, ինչպես մասնագետներն են ասում, մեր իշխանությունը դրանք հալած յուղի պես է ընդունում։ Քարտեզներ են փոխում Էրդողանը, Ալիևն ու Փաշինյանը, քաշում են գծեր, որոնք ենթադրաբար անվտանգային երաշխիք կամ տրանսպորտային ուղիներ պիտի դառնան, իսկ իրականում այդ գծերը սպառնում են նոր զիջումների սկիզբ դառնալ։ Սեդամ Ակաջյան, Գառնիկ Նահապետյան, ABC Media։